Դուք եք ջղայնանում առավոտները զարթուցիչի ձայնից արթնանալուց, ես էլ։ Կարծում եք քնից արթնանալը միայն ժամանակակից մարդու համար է խնդիր։ Արի ու տես, որ մեր կիսաքուն առավոտների հերոսը զարթուցիչը ունի դարերի պատմություն։ Հին Չինաստանում զարթուցիչի դեր էր կատարում խեժերի եւ տաշեղների խառնուրդը, որին բարակ թելով ամրացվում էր փոքրիկ քար կամ երկաթի կտոր։ Տաշեղամանի մեջ դրված հրավառ ձողիկը վառվելուց հետո կրակը հասնում էր թելին, ապա թելը վառվելուց հետո ծանրությունն ընկնում էր մետաղական տակդիրի մեջ եւ արձակվում էր ուժեղ ձայն, արթնացնելով պալատական սպասավորներին։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ որպես զարթուցիչ են ծառայել մարդիկ, որոնք կոչվել են արթնացնողներ։ Նրանք երկար փայտե ձողերով կամ քարերով թակել են իրենց վարձած մարդկանց պատուհաններն ու արթնացրել են նրանց։ Իդեպ այս մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, երբ ամերիկացի գյուտարար Լևի Հաչինսը 1787 թվականին ստեղծեց մեխանիկական զարթուցիչը։ Նրա սարքը զանգում էր միայն առավոտյան ժամը 4-ին, ինչը ոչ բոլորին էր հարմար։ Ուստի 1847 թվականին ֆրանսիացի գյուտարար Անտուան Ռադիեն ստեղծեց ցանկացած ժամի լարվող զարթուցիչը։ Ներկայումս տեխնիկական առաջընթացին զուգահեռ ստեղծվում են զարթուցիչների բազմաթիվ տեսակներ, անգամ սովորական հեռախոսներում կա նման ֆունկցիա։ Մեկնաբանություններում գրեք հաճախ եք ուշանում, թե ոչ, եւ հետևեք Ռենեսանսին, մեզ հետ սովորականն ասովոր է դառնում։